Շնորհակալություն, պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ստեղծել է 280,000 աշխատատեղ։ Դուք ունեք հաշվարկ, այդ 280,000-ից քանի հազարն եք դուք ստեղծել։ Շատ լավ։ Տեսեք, նրանք մեկ հայտարարում են, որ 300,000 աշխատատեղ ստեղծելը անհնար է, մեկ հայտարարում են, որ ստեղծել են 280,000 աշխատատեղ։ Կարանք կողմնորոշվեն մի հատ։ Հիմա անհնար է, թե իրենք ստեղծել են։ Մյուս հարցը կարող եմ ասել, որ Հայաստանում վերջի 5 տարում ամենաշատ աշխատատեղ ստեղծած ամենամեծ գործատուն է Տաշիր ընկերությունների խումբը։ Թվով, կոնկրետ թվով, թվերի փոփոխականության առումով այս պայն չեմ ուզենա ասեմ, բայց մենք ժամանակ առ ժամանակ ներկայացնում ենք թվականակը եւ վճարված հարկերը հայտարարում է մեր ընկերությունը, կարող եք տեղեկանալ, բայց ամենամեծ ներդրողն է, ամենամեծ գործատուն է, իսկ Փաշինյանի կառավարության ասած թիվը, որ ինքը ստեղծել է 280,000 աշխատատեղ եւ դրանից հետո ասում է, որ 300,000 աշխատատեղը անհնար է ստեղծել, իրար հակասում են։ Նա ինքն է ապացուցում, որ 300,000 աշխատատեղ ստեղծել իրապես հնարավոր է, հեշտ ինչի առումով, ոչ թե հեշտ է, այլ կա պահանջ, բարդ է, դժվար է, բայց կա պահանջ, քանի որ մենք իրական զբաղվածության թիվը եթե նայում ենք, 500-ից 600,000 մարդ դուրս է զբաղվածության ցիկլից։ Մենք գիտենք, որ Ռուսաստանում հայ գործարարների ապրանքների նկատմամբ արդեն սանկցիաներ են կիրառվում եւ փաստորեն Փաշինյանը չհերքեց, որ Զելենսկին կարող է գալ Հայաստան, այդ ֆոնին նաեւ ենթադրվում է, որ սանկցիաները ավելի մեծ դեմք կստանան Ռուսաստանում։ Հիմա Զելենսկու այցի օգուտներն ու վնասները որոնք է լինելու Հայաստանի համար։ Կարծում եմ տնտեսական այդ գործընկերոջ հետ կբարդացնի հարաբերությունները հակառակորդ երկրի ղեկավարի Հայաստան այցելությունը ու այդքան սրված հարաբերությունները հաշվի առած այսօրվա կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի իր բոլոր աշխարհաքաղաքական եւ միջազգային վիրաժների համար, որովհետեւ ամեն քայլ կարող է բերել հետևանք։ Մենք հուսով ենք, որ այդ հետևանքը չի լինելու մեր տնտեսության համար վատ, բայց պետք է ուշադիր գործել, պետք է չստեղծել նոր ճգնաժամեր, խույս տալ նոր ճգնաժամերից։ Բայց վտանգ կա, չի կարելի այս պահին սրել իրավիճակը, մանավանդ վերջին իրենց կողմից նշված արդյունավետ բանակցություններից հետո իր եւ հյուսիսային գոլեգայի